Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հունվարի 22-ին Մոսկվայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի եւ նրա փեսա Ջարեդ Քուշների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր լուծումների շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Այս հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը մոտ է։ Ինչպես հաղորդվում է, քննարկվելու են նաև սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը եւ այլ քաղաքական առաջարկներ հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքը լքել է ավելի քան 600,000 մարդ էներգետիկ ճգնաժամի պատճառով, որը արդյունք է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից իրականացրած ինտենսիվ հարձակումների։ Քաղաքը շարունակում է պայքարել էներգիայի մեծ քանակությամբ կորուստների եւ անջատումների դեմ, վնասված ենթակառուցվածքների պատճառով, ընդգծել է քաղաքապետը։ Հաղորդվում է, որ բնակիչները ստիպված են եղել հեռանալ մայրաքաղաքից, փրկելով իրենց ընտանիքները եւ ապահովելով սեփական անվտանգությունը պատերազմի մթնոլորտում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության խորհրդին, եթե Ռուսաստանը ստանա կարևոր ռազմական եւ քաղաքական զիջումներ խաղաղության համաձայնագրում։ Նման տեսակետ է հայտնել ՍԱՆ-ը։ Ռուսաստանի Դաշնության առաջնորդը տեղեկացրել է, որ պատրաստ է վճարել $1 միլիարդ սառեցված ռուսական ակտիվներից անդամակցության համար, բայց ցանկանում է, որ Ռուսաստանը ունենա ազդեցիկ դիրք նախաձեռնությունում։ Այս առաջարկը քննադատվել է Ուկրաինայի եւ Եվրոպայի մի շարք առաջադեմ անձանց կողմից, որոնք վրդովված են, որ սառեցված ռուսական ակտիվները չեն կարող օգտագործել Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ Դավոսում բանակցություններ վարելու համար 4 տարի ընթացող պատերազմին վերջ դնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այժմ թե Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ են փորձել խաղաղության հասնել, սակայն ոչ մի վերջնական համաձայնագիր դեռևս չի ստորագրվել։ Թրամփն ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը մեծ է եւ խորհրդակցություններ են ընթանում հնարավոր մեկ համաձայնագիր կնքելու շուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետևում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև Գրենլանդիայի հարցով ծագած տարաձայնություններին եւ սա դիտարկում է որպես իր համար առավելություն։ Կրեմլի պաշտոնյաները նշել են, որ այս հակասությունը թույլ է տալիս Ռուսաստանին շահել աշխարհաքաղաքական առումով, թեև պաշտոնապես ոչ մի միջամտություն չկա։ Այս լարվածությունը կարող է վնասել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնությանը եւ օգուտ տալ Ռուսաստանի ռազմավարական նպատակներին։